Երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բաբոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո, կասկածելի երեկոն է եթերում, մեկ շաբաթ անցել է, ինչ մենք այստեղ նշում ենք Ռոբի ծնունդը, Ռոբը այսօր ավելի թարմ, ավելի երիտասարդ, ավելի ոգևորված, քանի որ մենք իրան երիտասարդացնող եւ թարմեցնող նվերներ էինք տվել, իսկ ոգևորված, քանի որ նա հասկացավ, որ շատ սիրողներ ունի այս կյանքում եւ մեր հանդիսատեսի մեջ եւ մեր հեռուստադիտողների մեջ եւ պատական անցորդները արդեն նրան ճանաչում են եւ չեն կոպտում։ Շատ սիրում ենք։ Ինձ երբեք չեն կոպտել, խնդրում եմ բերանդ փակես։ Բերանդ փակես կայդ աղբաման բերանդ, այդ սանիտեկ բերանդ փակես։ Ինձ երբեք չեն կոպտել, ես սիրում եմ իմ հայ ժողովրդին, հուսամ նրանք էլ ինձ են սիրում։ Եկ ներկայացնենք հյուրերին։ Եկ ներկայացնենք իմ ջինսը եղբայր, իմ ջինսը տաբատ։ 19,000 միլիարդ մասնակիցներից այսօր մեզ հետ է եւ մեզ հետ վայելելու է այսօրվա նկարահանումը հոկեբան Գրետա Սողոմոնյանը նա ձեր բարձր ծափարություններով Գրետայի այս այո սուր սրտիկներ եմ խնդրում եմ սուր ինքը եղունգացին սրտիկ է սա ավելի շատ ինքը շիլակ սրտիկ է մյուս մասնակիցը մենք ունենք ընկեր մեր ընկերոջ կրծեր եղբայրը անտեսելով իր եղբոր հայտնիությունը դուրս գալով նրան դեմ օգտվելով որ նա գտնվում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ չի փակի նրա ճանապարհը դեպ հայտնիություն զանգեց եւ ասեց Ռոբերտ ապեր ուզում եմ գամ կասկածելի երեկո էլի ասի մենք է շատ ենք սիրում ի տարբերություն քո եղբոր քո եղբայրը արդեն Օսկարի արձանիկ է դարձել իսկ դու մարդ ես բարձր ուզում եմ Իսկ սկզբանե հպարտաններ ոչ ոք իրան չի կոպտում ու աչու ձախ կոպտելով հաղորդումը շահում Ես այդպեսին եմ ես գովացել եմ այդ հավաքի քեզ հələ Ես սիրում եմ նրան իրոք բարձր ծափարում ենք դերասան եւ պարզապես ճաղատ կոչոք Վահան Տոմասյան Մենք էլ ունենք Վահան, նենց չի Չունենք Չունենք? Վահե Վահե ունենք, ունենք Լավ չենք սկսել Բայց դուք էլ չունեք Սերոպյան, սենց ասեմ Այո, այդ պարտվեցիք Տենց էր, չէ? Բայց ասեմ աչե դուք նաև կարող ունենաք մի քիչ ստենդափը, մի քիչ նման ենք, բայց մեր Վահեն շատ տաղանդավոր է, մեր Վահեն կաստինգով է անցել, բայց մի քիչ էլ սպասենք կաստինգով չէ, հենց ինքնուրույն իր տաղանդի շնորհիվ կգար կաստեր այստեղ։ Ստենդափեր, նոր հումորի նոր դպրոցի ներկայացուցիչ է այստեղ, տալու է քեզ անցնի այսօր աչքի դեմը, դու վաղվանից դե չես լինելու ընկեր։ Ասեմ ավելին, վաղը չկա նկարանում, ոչ մեկը այստեղ չեն լինելու, բայց Վահեն Սերոպյան բարձր ծափարում ենք, Վահեն Սերոպյան։ Եվ իհարկե գեղեցկուի դերասանուի արդեն բոլորդ նրան ճանաչեցիք ես ձեր հայացքներից տեմ որտեղ ամբողջ ընթացքը որ ես խոսում եի դուք մեկը իրան էիք նայում Էլենա Սատրյան Բրավո այսօր եկը եղբայր միասին մի հաճույքով լավ հաղորդում անենք ինչ կասես Պապոյան եկ Դու Արև Սակագնային պլանին ծանոթ ես Արևս Շատ լավ ծանոթ եմ իհարկե Թող լինի միշտ Արևը Թող լինի միշտ Ռոբերտը Թող լինի միշտ Արևը այո 2500 դրամ ընդամենը 30 օրվա մեջ մի կողմ ես դնում Ռոբերտ ջան Տալիս ես եւ դու խնդիր չունես գիտես ինչ առումով ուրեմն ինտերնետ 20 գիգաբայթ դու որպես մինիմալ ինտերնետ սպառող սա քեզ մի տարի էլ կհերիքի բայց եթե շատ էլ սպառող լիներ մեկ ամսում չէր ծախսի ինտերնետ 20 գիգաբայթ 2500 դրամի դիմաց որոնք չեն սպառվում ուշադրություն WhatsApp Viber Facebook եւ Instagram օգտագործելիս ընդհանրապես չէր սպառվում ելի մի շարք սելի հավելվածներից օգտվելիս նույնիսկ ոնց որ պետք էլ չգա բայց դու մեկը այդքան ունես Շատ լավ բան է Էլի ուզում ես ավել բան ասեմ Խնդրում եմ էլի եմ ուզում Ուրեմն 1000 րոպե զանգեր դու որպես չաչանակ որ զանգում ես եւ չես անջատում հեռախոսը սա այ քո համար Արևս զանգեր 1000 րոպե ցանցի ներսում ՀՀ ցանցեր ԱՄՆ Կանադա դու գնում ես ԱՄՆ կարծես ես ԱՄՆ զանգես Կանադա MTS Ռուսաստան Հնդկաստան T2 ասեմ ավելին 10000 ներցանցային րոպե 1000 րոպե փաթեթը սպառելուց հետո։ Հարց կարելի է տալ։ Ինձ հետաքրքիր է, ԱՄՆ
Հասկացանք, շատ են հայերը։ Կանադա հասկացանք, Ռուսաստան, Հնդկաստանը ինչ է։ Հնդկաստանը ինչի կա, օրինակ հետաքրքիր է, Հնդկաստանը այս փաթեթի մեջ ինչու է շեշտվում, ոչ թե ինչու կա, շեշտվում։ Խնդրում եմ մի հատ հաղորդումից Հնդկաստանում կան նաև քաղաքներ, որտեղ կան փողոցներ հայերի ազգանունով, այդքան կարևոր են եղել հայերը Հնդկաստանում, եւ եթե դու որոշում ես գնալ մի երկիր, որ առաջին ազգից հեռու է, բայց ունի հայկական ազգանունով փողոց եւ նաև զենք է տալիս մեկը մեջ քեզ։ հասկացա իմ փոքրիկ մադրաս եղբայր։ Այնքան հարմար է, որ ուզում ես գնաս Հնդկաստան, որ օգտվես այս փաթեթից։ Ես կգնամ։ Մասնակիցներն իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք նրանց հետ պատահել է, կամ էլ պատմություն, որը նրանց հետ կապ չունի, եւ նրանք ստում են, եւ մենք պետք է պարզենք այդ պատմությունը իրոք նրանք ստում են, թե ճիշտ էին ասում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է ընդամենը 1, այսինքն միավոր, սխալ պատասխանի համար ոչ ոք ոչինչ չի վաստակում եւ Սկսենք։ Սկսում եմ մեր թիմի Գրետա անունով։ Դուք եք չէ Գրետան։ Գրետա ջան, զգուշ վերցրեք, կարդացեք, որ մրցակիցի մեջ։ Զգուշ վերցեք, որ չճղեք պատմությունը։ Երբ դեպրեսիայի մեջ եմ լինում, դրսում մոտենում եմ անծանոթ մարդկանց ու նրանց համար անսպասելի ականջին շշնջում եմ դեպրեսիայից պատճառը։ Ինչ տարօրինակ արձագանք է եղել երբևէ քո տարօրինակ պահվածքին։ Իրականում այս սովորությունս, եթե անկեղծ լինեմ, վերջին 2 տարիների ընթացքում է մոտս ձևավորվել։ Բայց այսինքն ինչ որ մի կին է գնում, դու գացես ես սիրահարված եմ, ինքը չի ուզում ինձ։ Չէ, լինում է, որ զբոսայգում նստած են լինում, անկեղծ ես շատ տխուր ականջակալներով գնում եմ, նստում եմ իրենց կողքը, ամեն մեկին չեմ ասում իմանալ, որ բոլորին նայում եմ դեմքին, որպես հոգեբանորեն կարելի է ասել, նայում եմ դեմքին, Ինչ տիպի դեմք պիտի ունենա ինքը, որ գնաք ասեք ինչ է եղել։ Իմ նման էլի սենց տխուրոտ դեպրեսիայի մեջ ընկած Ես պատրաստակ կին եմ, դեպրեսիայի մեջ մոտեցեք, ասեք ինձ։ Մոտեցեք։ Սոված եմ։ Ինչ։ Սոված եք։ Սոված եմ։ Հա, լինում է դեպրեսիայի մեջ լինում եմ, երբ որ սոված եմ լինում։ Իսկ այս վերջի շրջանում ես Աշխատանք չունեմ։ Իդեպ չունեմ աշխատանք, վերջի շրջանում հա շատ եմ լինում տենց դեպրեսիայի մեջ ու հիմա էլ անկեղծ։ Իսկ եղել է որտեղ շաբաթներով լինեք դեպրեսիայի մեջ, որտեղ սոված եք։ Չէ, սովածի դեպքում չէ, բայց լինում է, որ ինչ որ անպատասխան սեր է լինում, հա, տենց մի բան շշնջացեք։ Դե տեսեք նորից ընկնում եմ դեպրեսիայի մեջ։ Բայց անպատասխան սիրով ես կարող եմ խորհուրդ տալ։ Խորհուրդ տալ, մոտենալ անպատասխան սիրո դեպքում տղամարդ նստած լինի առնական, մոտենալ, այո, ուզում եմ։ Ինչ։ Ուզում եմ։ Ինչ եք ուզում։ Սոված եմ։ Սոված եք, ուտեմ քեզ։ Վախենում շատ լսում։ Ես մի հարց կարամ տամ։ Իհարկե բոլորը։ Քանի որ դուք հոգեբան եք, հոգեբանության մեջ այդ երևույթը, այդ արտահայտվելու ձևը ինչ որ մի կերպով կոչվում է։ Ցնդո չի ինքը Զիգմունդ Ֆրոյդի ցնդո կոմպլեքսը։ Քյալոտ։ Իսկ ինչից եք դուք առասարակ ընկնում։ Վերջին անգամ ասեցի, այդ սովածն է, էլի ոնց Տենց օրը 3 անգամ կարեք դեպրեսիայի մեջ չընկնեք։ Ջորը 24 ժամ եմ ես դեպրեսիայի մեջ։ Հա դուք շատ եք։ Հա, ես շատ եմ սիրում հաց։ Ինձ թվում է ամեն դեպքում որ տարօրինակ արձագանքներ լինում է ձեր պահվածքին։ Լավ հարց է, լուրջ ես դզեց այս հարցը ինձ։ Ճիշտ ասած, ինչի ժպտացի, հիշեցի տենց դեպք, մի հատ տատիկ էր նստած զբոսայգում, քայլում էի ու որոշեցի, որ բարի դեպք ունի, հենց իրեն կարող եմ գնալ ասել, մոտեցա իրեն, անկեղծ եմ ասում, բումաժնիկը հանեց, Տվեց գլխից։ շփոթեց դեմքից։ Բումաժնիկը Ասեց ասեց կարող եմ քեզ։ օգնել քեզ ինչ-որ բանով, ասեցի չէ, ուղղակի ուզում եմ կիսվել։ Բայց լավ բան է մտածել, լուրջ ես օրինակ կօգտագործեմ։ Անկեղծ եմ ասում, շատ է Ոնց որ օգնում։ ինքը ոնց որ մեկ անգամյա կարելի ասել, մեկ անգամյա օգտագործման կոպիտ անջում հոգեբան է ինքը։ Կարելի է մեկ անգամ ես դու իրան տեսնում, էլի։ Մեկ անգամյա օգտագործման ընկեր, ում հետ որ պիտի կիսվես այնքը։ Ես ինչի եմ վստահ, որ ճիշտ է այս պատմությունը։ Ասեմ։ Չգիտեմ ճիշտ ասեմ։ Չէ, ես մտածում եմ, որ ճիշտ է պատմությունը։ Հա։ Հա։ Էլենը վստահ է որ ճիշտ է պատմությունը, իսկ Վահեն։ Չէ, ես ստացվում սուտ է ու մասնակցության հետ ոնց որ չի համընկնում էլի, փորձել են այնց անի որ հոգեբան է, բայց պատմությունը հոգեբանության վերաբերյալ լինի, բայց մեզ խափում են։ Էլենը հավատում է, բայց ես ոնց որ հավատում եմ Վահեին։ Հարց չկա։ Մի հատ խնդրում եմ Գրետա ջան, մի հատ ցույց տուր սա եւ թող։ Պատմությունը սուտ է։ Այս պատմությունը սուտ է։ Այո։
Այո, այ հիմա դու դեպրեսիայի մեջ ես։ Այ ես քո դեպրեսիա։ Հիմա կգնանք Այս անծանոթ մարդ հիմա մեզ մի միավոր կտա, այս տատիկը բարի դեմքով։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտ, նվեր քարտը տալ ձեր հարազատներին եւ նրանք ընտրեն իրենց նվերը։ Դուք ունեք հարազատ։ Ունեք։ Ունեք գումար։ Ոչ։ Ուրեմն հարազատել չունեք։ Կտրում եմ հարազատների համար։ Նվեր քարտ գնեք եւ նրանք ուրախանան։ Mobile Center, հարազատ ընդմիշտ։ Ուրախ հարազատ։ Երբ ձանձրանում եմ, սկսում եմ հաշվել, թե քանի անգամ է զրուցակիցս թարթում աչքերը։ Օ, հետաքրքիր է։ Ձանձրանում նրա հետ զրույցը, չէ՞ երևի։ Իսկ դա ձեզ ինչ է տալիս կներեք։ Ցած ինքնախթանող վարք է դա ինձ համար։ Այսինքն, երբ որ ես շատ եմ նյարդայնանում, ձանձրանում, ես ինչ որ արհեստական բաներ եմ սկսում անել, մտածել, այսինքն հաշվում եմ ինչ որ մի բան կամ մատերս եմ սենց անում։ Զբաղացնում ես քեզ մինչև Հիմա որ անհետաքրքիր կինո է գնում օրինակ, եմ որ սկսում ես քեզ հաշվել քանի անգամ է հարթում։ Չեմ նայում անհետաքրքիր կինո, բայց եթե զրուցակիցս ձանձրացնում արդեն ու սուս չի մնում ինչ անում եմ, ասում լավ դե հաշվեմ չկա։ Բայց ինչի այսա ռոբը կավարտ։ Ես հարց ունեմ, ինչու պարզապես չես դուրս գալիս այդ սենյակից, այդ տեղանքից, եթե քեզ ինչ-որ մեկը ձանձրացնում է։ Տնից չեմ կարող գնալ։ Տանեցին է զզված։ Չեկատակ եմ անում, իրականում միշտ չի, որ զրուցակցի պատմած բանը քեզ հետաքրքիր է։ Սկսում ես քեզ ուղակի ցույց տալ, որ իբր լսում ես եւ թարթը Շեղում եմ։ Իսկ հիմնականում ինչեւ քանիսն եք հաշվում։ Մինչև այդ ֆրազան երբ որ ասում եմ, մինչև այդ ֆրազայի ավարտն եմ հաշվում։ Բայց մարդիկան օրինակ քիչ են թարթում խոսելու ընթացքում, այդ դեպքում ինչ է կանում, անցած սպասում են 1 Հա։ Ես իմ խոսալուց էլ իմն եմ հաշվում։ Բայց ինքը հետաքրքիր ծիկ է, էլի, ինքը չի կարելի ասել շատ տարօրինակ, բայց հետաքրքիր է, որը քեզ ավելի հետաքրքիր է սարքում։ Չէ, իսկ եթե ես բանը, կարևոր բանը հարցնում, դու հաշվում ես, լսում ես։ Չէ, կարևոր բանի ժամանակ իմ ուշադրությունը ֆիքսվում է կարևոր բանի վրա։ Ես կարծում եմ, սա լկտի սուտ է։ Լկտի սուտ է, լկտի չէ, սուտ։ Լկտի սուտը կլինի, որ ասել հաշվելու ընթացքում նաև հայհոյում է։ Առանց լկտի Էդի կլինի լկտի սուտ, բայց հիմա լկտի չի, ուղղակի սուտ է։ Սուտ է։ Հարգելի Գրետա, Չեմ հավատում։ չես հավատում։ Չեմ։ Ես էլ նույնպես չեմ հավատում։ Այս պատմությունը սուտ է։ Շատ ձանձրալի պատասխան էր, արի հաշվենք իրանց թարթերների։ Ռոբես ընթացքում թարթեց 8 անգամ։ Ու իդիտավորել դանդաղ անում։ Լորված չեմ կարդում հիմա։ Այս հենց է։ Մենք կարծում ենք Այս պատմությունը սուտ է։ Իսկ այս պատմությունը սուտ է։ Այո, Վահան ջան, լավն է, Գարիկ ջան, խնդրում եմ, քո կխտարի քայլվածքով մոտեցի եւ մեկ միավոր գրի իմ Ջեյրյան բալա։ Մեկ Մեր միավոր, այո, գնա խնդրում Գիտես չէ ինչ թիվ ասեր տալու էի։ Ես սկսել եմ ակտիվորեն զբաղվել նորաստեղծ մարզաձևով, հոբի հորսինգով, որպեսզի ներկայացնեմ Հայաստանը միջազգային մրցաշարերում։ Ինչով ես զբաղվում։ Հոբի հորսինգ։ Հոբի հորսինգ, այսինքն 1000-ից մեկ գնում ես ձի քշելու, երբ որ հրավիրում են։ Ոչ։ Բա։ Հոբի հորսինգը ինքը երևակայական ձի է։ Դու, քանի որ վախում եմ ես ձիերից եւ կարող եմ ինքը երևակայական ձի է։ Դու մի հատ խնդրում գլուխդ բարձրացրու, եթե ծանոթ չես հոբի հորսինգին, դու երևակայում ես իբր հեծնել ես ձին, հեծելազորի ինչ որ մի անդամ ես եւ Այո, տգդին, այո, այդ մանկական, ասա, խնդրում եմ նայ։ Տգդին։ Այո, դու հոբի հորսինգով, դու ուղղակի էլի հոգեբանորեն է, դու քո մարմինը այդ աներևույթ եւ չեղած ձիու հետ մեկ ես անում եւ ձիա վարում ես եւ էժան է ոչ ձի պետք է գնես, ոչ կերակրես, ոչ օրինականացնաբուժը, ոչ նալես, ոչ խնամես, ոչ ախորում պահես։ Ինքը հետաքրքիր է ու Հայաստանում ես մտածել եմ, որ չկա հոբի հորսինգի ասոցիացիա եւ բացելու եմ եւ մասնակցեմ։ Ես պոկվելու եմ առաջ։
կտենաս ես ինձ ճանաչելու են աշխարհը որպես Հայաստանի ոնց է Հենրիկ Մխիթարյանին ֆուտբոլով գիտեն։ Ինձ հոբի հորսինգով։ Տունն է կարող ես պահես, էլի այդ ձին։ Իհարկե, Կվարտիրայում։ Լավ, հիմա ստեղա երևակայական։ Չի կերտ, Չէ, ավտոկայանը տեղին կանգնած է։ Կանգնած է դու երևակայական թրիկները։ Լավ, ինչու պարապմունքներ ունես հերթականություն ոնց են անում հոբի հորսինգը։ Այո, որպես նոր սկսնակ է, որ beginner tutorial ոնց է։ Կա, իհարկե, կա։ Նախ եթե քեզ մոտ տպավորություն է, որ դա ցնդաբանություն է, ուղակի բան, չէ։ Չէ, քեզ ճանաչելով ես լրիվ օքեյ եմ ես պատմում։ Նույնիսկ Ես դու ես հակառակտել եմ օքեյ, որ ձին պատի ոնց է հոբի ռոբինգ անում։ Օրինակ իբր դու մեջքին ես ինքը սենց Այս երկու դեպքերը նույն հավասարաչափ մերժությամբ կվերաբերվեն։ Բայց դու ամբողջ Մեծ Բրիտանիայում է երբ սա զարգացած, ամբողջ Մեծ Բրիտանական կայսրություն եւ թագավորություն է ծաղրում։ Ես ով եմ ծաղրեմ բրիտանական թագավորությունը։ Արքան Չարլզ կգա եւ թարս քեզ մի հատ կապտակի։ Մի հատ խնդրում կարող եմ որպես վարպետ էլի սիրուն մի հատ հեծնես Նախ չի նշանակում, որ ձին եթե ֆիզիկապես չկա, ուրեմն դու պետք է սենց քայլելով սենց ինչ-որ լոթի պես գալ։ Չէ, դու պետք է գաս այնպես, իրպես ձին կա։ Ինքը պոնի է, ընձուղտ։ Դու շոյելով ես գալիս, Ուղտա։ թե վերցնում ես վարսակը, Վարսակը ինքը ուտում է քո ձեռքից, որ ընտելանա։ Ու տշում ես ձիուն։ Ու կացը խփում ես հետևից։ Ես օգտենք նստել։ Կրունգով ես խփում ես կողքին ձին։ Բոյով ձի ես։ Չէ, իրոք է։ Նկարագրես սկզբից չէ։ Հոբի, իրեք այստեղ նաև լինում է ինքը չերևացող հոբի աստիճանինք, որ դու հեշտ բարձրանաս։ Երևակայական թամբ Թամբ բնականաբար կա թամբ, իհարկե, ով որ ունի ինձպես ձի, թող գա նա ինձ հետ մրցի։ Հոբի հորսինգի ասոցիացիայի, սա Հայաստանի ասոցիացիայի, ես ուզում եմ կարգախոսը սա լինի։ Ինքը նաև ինչպես նստում ես վրան։ նստում ես եւ Գրետա ջան Տգդին։ եւ տգդինով շարունակում ես։ Լավ, հիմա Անգլիայում ներկայացված Հայաստանը, դրոշը երևակայական է, թե ձեռքը Չէ, դրոշը չէ, դրոշը չի կարող երբեք լինել երևակայական դրոշը։ Այսինքն դու իսկական դրոշով երևակայական ձիով Այո, գնում ես։ Բայց Ու հետո էլի տարբեր երկրների դրոշով դες մարտիկ է։ Չէ, դիմա նայ ծաղրում ես, բայց չէ, նորմալ ժյուրի անդամներ կան, Sir Anthony Language-ը։ Anthony language։ Ասոցիացիայի նախագահը Sir Anthony Սենց ասեմ, Մուհամեդ Էլ Նինի, ամենաուժեղ հոբի հորսինգի բանը, ինքը արաբական Պրժևալսկու ձիով։ Պրժևալսկի ռուսները չէ, չէ, Իլյա Կավալչուկ կա ուժեղ է, Իլյա Կավալչուկը ինքը շատ ուժեղ է, Պրժևալսկու ձիով գալիս է, մի հատ գնաց։ Ինքը Դրոշը բեր։ Դրոշը մոռացար։ դրոշը հաղթանակելու դեպքում է, պետք է դու բարձրանաս պատվանդան, Քո ֆավորիտ է, էլի որպես հոբի հորսինգի ոնց որ top, որ ձգտում ես իրապես լինես, ով է։ Հիմա իտալացի երիտասարդ մասնակից կա, չէ, իրոք շատ ուժեղ է, Ջանկարլո Գրոսո։ Իր այդ ունակություններով, իր վարպետությամբ, արգելքների հաղթարություններով եւ ամենաարագն է աշխարհում գազալները գտել։ Ո՞ր ես Ազաններ արավ։ Երբի ձինա լավը։ Շատ ուժեղ ձի է, երևակայեց պես Երևի ձինա լավը, երևի։ Հարցեր ունեք, Ռոբին ձիուն։ Շատ դժվար, չգիտեմ։ Դուք բայց ինքը կարա երևակայի իբր հարցես տվե ու պատասխանի։ Չի արդեն բավականին շատ հարցեր եք տվել դուք, արդեն ժամանակն է, որովհետև արդեն ծաղրուծանակի է վերածում սա ու ինձ դուրս չի գալիս։ Չէ, իրոք դուրս չի գալիս։ Չէ, ես էլ Ներվայանում ես ականջից մի բան ասա հանգստացի։ Թվում է միանշանակ սուտ է, որովհետև Sir Anthony հորինված ազգանուններ է, նախ Մուհամեդ Էլնինի ֆուտբոլիստ է։ Մուհամեդ Էլինը ո՞նց է ֆուտբոլիստ, դու ճապ հոբի հորսիկի հետ է։ Դու Ես թվում է Էլինի մտածեցի- եգիպտացի ֆուտբոլիստի հետ ես, այդ էլ ես գիտեմ, բայց Նույն Մուհամեդ անուն ազգանուն։ Իհարկե Մուհամեդ Էլինից ասա։ Հələ դու մտածես ես ֆուտբոլիստ չեմ հասկանում, ինչ ուզում անուններ ես տալիս, հա։ Էջան քո բազան փաստոր է։ Ես մտածում եմ որ սուտ է, ես գիտեմ որ ինքը տենց ինչ որ ժամանակ առ ժամանակ ինչ որ նոր բաներով է հետաքրքրվում, բայց այս ինչ որ չափից դուրս էր։ Սա շատ ինչ որ տենց։ Պատրաստ եք։
Գարիկ ջան, խնդրում եմ։ Այո, մենք կարծում ենք, որ դու հոբի հորսինգի հավաքականը չես ներկայացնելու։ Խնդրում եմ, բոլորդ այսօր մտեք Google գրեք Sir Anthony language ու հորս արել ոչ մի բան մի գտեք։ Այս պատմությունը սուտ է։ Բայց էսի ուրիշ ձեր։ Էսի ուրիշ ձեր, էսի այստեղ եմ գալիս, հա։ Իշի սուտի ձեր։ Ահա։ Բարձր ճաշակը երբեք պատահական չէ։ Այն ձևավորվում է մանրուքներից ընտրված նյութերից, նրբորեն մտածված լուծումներից եւ կատարյալ համադրությունից։ Ծանոթ ես բարձր ճաշակին։ Շատ, էքստերիերի միջոցով, այո։ Այսինքն ես ճաշակ չունեմ, եթե տանում ես։ Պաստառներ, լամինատներ, կերսալիկներ, ջերուցման կաթսաներ, ներսենյակային եւ մուտքի դռներ։ Դուք ունեք, չէ՞ դուռ։ Այո։ Ինչպես նաեւ այլ անհրաժեշտ պարագաներ ընտրված են նրանց համար, ովքեր գնահատում են որակը եւ ընտրում են մակարդակ, էքստերիեր, դիմացկունություն, ճաշակ եւ անվիճելի որակ մեր ընտրությամբ։ Յանալի է եւ ավանդույթի համաձայն։ Համավարակի տարիներին ես եւ Գարիկը միասին ծիծաղում եք։ Բայց կատակամ դուռ չունեն, գիտես, չէ՞։ Համավարակի տարիներին միասին վարում էինք տանը լայվա հեռուստահաղորդումը եւ էքստերիերը մեզ գործընկերներ եւ ամեն հաղորդման ընթացքում նոստալգիկ նկար եմ ես առանձնացրել, այսօր ընտրել եմ այս գեղեցիկ նկարը։ Այստեղ մենք ներկայացնում ենք այս գեր ճկուն խոհանոցային ծորակը, որը դու կարող ես առանձնացնել եւ ափսեները լվանալ ձեր տանը, ես գիտեմ հիմնականում դու ես լվանում ափսեները։ Այսինքն չհասկացա, այսինքն ոչ թե ափսեն տանես լվանաս, այլ առանձնացնես տանես, որտեղ ափսեները ոչ, այս վերևի մասը, այս սև խողովակը որ կա, դուրս է գալիս եւ ինքը ցնցուղի տեսք է նաեւ այս կոճակի միջոցով ընդունում եւ հեշտ կարողանում ես ափսեները լվանալ դու որպես տան տնտեսուհի։ Այդ նկարի միջինը, իսկ հենց այս նկարը Ռոբը գիտեք որպես ինչ է օգտագործում։ Դուր։ Մի խոսքով հանելա խոհանոցից վերելած։ Մի խոսքով այսպիսի գեղեցիկ նոստալգիկ նկար։ Նկար, այո, շատ գեղեցիկ է Ռոբը։ Մոսկվայում տաքսու վարորդը ինձ իջեցրել է մեքենայից մայրուղու մեջտեղում։ Ինչ ես արել դու, ես որ ունակ ես մի անգամից Давай, пошёл! Давай, из моей машины, пошёл! Նրան պատվեր եկավ։ Ոնց Նրան պատվեր եկավ։ Բայց դու պատվերի մեջ չէի։ Ուրեմն Մոսկվայում շատ դժվար է ինտերնետ ունենալը, ու երբ որ ես հոթելում տաքսին պատվիրեցի, երբ որ նստեցի տաքսին գնացի, տաքսի կեսից հասկացա, որ իմ ինտերնետը հետ գալու համար չի բռնելու, որտեվ ինտերնետի, այսինքն Wi-Fi-ից կապը կտրվեց։ Դրա համար ասեցի տաքսի կանգնացնեմ, որտեվ ես հիշում եմ, որ Մոսկվայում տաքսի կանգնացնելով լինում է։ Այդ ոնց է հովանելով է, ես ինչա։ Լավ դե, լեգենդար տաքսի կանգնացնելու ես շատ, դες կարող շատ պլաստիկ եմ ուղակի, բայց ամեն դեպքում կանգնեց։ Կանգնեց դեղին մեքենա, որը տաքսու տեսք ուներ։ Դու միայն մենակ ես։ Ես նստեցի, եղբայր։ Ասեց պատվիրել եք։ Արա զգացի, որ ասեմ, չէ։ Ռուսեր ազգությամբ, թե ասիացի։ Չէ, ռուս չէ, ակցենտով էր, բայց չգիտեմ ինչեր ազգությամբ։ Ասի ես եմ պատվիրել։ Ու գնացինք, այդքան հեռու չէ, պիտի որ հասցնենք գնանք, բայց որ գնացինք, մի քիչ հետո իրան ոնց որ զանգեցին բողոքով, ասեցին մենք այստեղ ենք։ Դուք ուր եք։ Խափել ես։ Ահա։ Որտե Վրունիշկա, էլի։ Արա գժվավ։ Հա։ Գժվավ, լեքսիկոնը չհերիք է։ Ոնց խնդրեմ հայ ու ինչ ասել, որովհետև ես հենց իստում եմ մի հատ քիչ բան։ Շատ կոպիտ իրան, բայց ես ինչ որ ոնց որ ամեն 4-րդ քֆուրը կարողանում էի անադարձնել, բայց արանքը եկավ։ Բայց դա արանք էլի։ Բայց ես ոնց որ նույնիսկ մի քիչ միջամտեցի, որ ասել դիշտ եմ ասի ստեղից հանգստացի, հետ գնացի վերցրա քո կլիենտին ու Այս որտեղից ասես քեզ, որտեղ, ինչ ճանապարհի վրա։ Գնում ենք Պրոսպեկտ Միրը։ Մինչ Պրոսպեկտ Միրյան երևի մի հատ ուրիշ պրոսպեկտում, բայց նեցակ մի 3 րոպե առաջ իջել եմ հասել եմ։ Հետո ոնց գնացիր նշված վայրը։ Հետո ոտքով։ Անհնար էր ուղղակի տաքսի գտնելը միջև։ Էդի երպես որ անկապ հարցի։ Եթի է եղես։ Այն որ անցած ամիս։ Անցած ամիս։
Անձամբ որ գնացել եք կրկին փորձիր ֆիլմի Ֆիլմի պրեմիերայով պրեմիերայում։ Մոսկվայում, դիտեք կրկին Այո։ փորձիրը բոլոր կինոթատրոնում։ Իսկ դուք դիտել եք կրկին փորձիրը։ Բոլոր Ո՞վ է տեսել։ կինոթատրոններում։ Դա ծափարեկով դիտել եք։ Խնդրում եմ, կգնաք կինոթատրոն եւ կգնեք Գարիկի համար այդ տոմսերը, որպեսզի նա ունենա բարեկեցիկ ապագա։ Անցյալ։ Անցյալ։ Ես կարծում եմ, որ Գարիկին մենակ չէին թողի Մոսկվայում գնար, Համերգի կինո ցուցադրման կազմակերպիչները նրա հետևից կուղարկեն ամենալավագույն լաքշերի մեքենաները կամ նոր չինա։ որի բեռնախցիկում բազմաթիվ ծակակաղամբներ են։ Դրա համար ես կարծում եմ, որ կարար այս պատմությունը ճիշտ լինի։ Բայց արագ ասա, էլի խնդրում եմ, սուտ է։ Սուտ է։ Գրետա ջան։ Արագ ասեմ։ Ինչ։ Պետք է արագ ասեմ հիմա։ Շատ արագ։ Սուտ։ Սուտ է։ Մի խոսքով ես եմ ուզում արագ ասեմ։ Սուտ է։ Սուտ է։ Կամ էս ինչ ձևը կանգնած։ Այ դրանից է ես զգում։ Սրանից մի անգամից այս պատմությունը սուտ էր ընկերներ։ Տասնվեք տարեկանում Ռոբին ու Վաչեին հարբած հանել եմ ռեստորանից ու ամբողջ ճանապարհին խայտարակ լինելով մի կերպ տարել եմ տներով։ 11, 16։ 16, Այո։ Մենք ենք 16։ Ես եմ 16 տարեկան, դե ես փոքրուց միշտ եղել եմ Ռոբ տղաների հետ, իրենք գիտեն։ Մեր ջահելն է։ Շահել եմ եղել ժամանակին, հա, ու մի անգամ տես ոնց որ եկել էին մեզի սցենար գրեին օգնեն, այդ ժամանակ ժողի կավեյնի թմից ես ոչ անօրինական ձևի խաղում էի, փոքր լինելով, բայց ուսանող ձևանալով։ Ճտպտ է։ Այո, ճտպտ էի ես պստիկ ժամանակվանից եւ մի անգամ իրանք եկան մեզի ուսանողական խորհրդում օգնեն։ Ռոբը Վաչեի հետ եկան, մենք որոշեցինք իրենց պատիվ տալ։ Գցվեցինք մարդա հետ 100 Բայց դրամ։ եկել են լավ բաներ էին գրել ձեզ համար, դուք ելեն որ շնորհակալ լինենք, տանենք պատիվ տանք։ Մենք բերեցինք ուս խորհրդի սեղանին շատ ճոխ պերաշկիներով եւ հոթդոգներով sense։ Բայց դա ինքն էր խնդրել, որ դե Չէ, մենք ոնց որ մենք կավենի թմի ուտելու տեղ կա, բան sense Ոչ, հասկացում մենք եք, ոնց որ որ ընկերներով կավենի թմի որոշեցինք լավության տակից դուրս գանք, որտեվ հասկացանք, որ չեմպիոն ենք դառնալու այնց ուժեղ բան ենք Շատ ուժեղ բաներ, ես դա կատակ հետո կասեմ վերջում։ հա։ Բերեցինք եւ գցեցինք սուպրա սեղան։ Այդտեղ գնաց գինով ցանկ եւ ես պատահական երևի թե ամենայն հավանականությամբ այդ ֆալշ արաղի պատճառով վատացան Ռոբը եւ Վաչեն։ Եվ ես Բայց մի վարքան պատմությունը հենց է որ դու ռեստորանից ես իրանց հանել տարել տուն։ Չէ, դրանից հետո նոր գնացինք ռեստորան։ Այսինքն վատացաք, հետո գնացիք ռեստորան։ Աբե վատես, ա դեկել ռեստորան։ Վերուց խորտը լավ է ռեստորանն է։ Չէ, իսկական է։ Այսինքն դուք ժողում կերել, Ժողում կերել, խմել եք, քանի այսօր կուշտ եք, Սցենարը գրել ենք ժողում, ես ուղղակի գնացել եք ռեստորան։ Իրանց սենյակը դեր։ Սցենարը գրել ենք ժողում։ Դրանից հետո գնացել ենք ռեստորան, բայց ժողում էլ ենք հացկերով խմել։ Ես հիշում եմ, այո, կարկանդակները։ Որից հետո արդեն դե ստիպված տարել եմ Այսինքն դու ժողում ես իրանց կերակրել, որ ռեստորանում չուտեն։ Ռեստորանում հետո իրանք տարան, ժողում չկերան ոչ մի բան։ Եվ գնացել ենք 34 համարի գազելի մարշրուտնիով։ Ուշ եք գնացել տուն գիշերը։ Չէ, մի ժամը քանից է, 8 ընկներից հետո երևի դե 6-7 Իրանց երբ հասկացար, որ ավելի լավ է տանես իրանց գազելով։ Հենց ամենասկզբից Որտեւ հասկացա։ ռեստորանում ամոթ ալիքը մարդ կա, գազելում գոնե մարդ։ Ուսանողական խորհրդից հելնելուց ես արդեն հասկացել էի, որ Վաչեին պետքա տանեմ, հետո հասկացա նաև, որ Ռոբին պետքա Ռոբին էլ տանեմ։ տանես, բայց ինչի գազելով էլի։ Որտեւ ուրիշ տեղ չի, ուրիշ ձև չունենք։ Բայց այս ժամանակ տաքսի չկար։ Այդ ժամանակ տաքսի չկար, Լուրջ եմ ասում, փող տաքսի չկար։ Իսկ ավելի ճիշտ չէ թողելը տեղ միտեղ, առավոտ գալ Ախպերս վերցնել։ էր հարազատ ու իր անկերը հարբած։ Հա, հետո դու իրանց մտցնում ես գազել։ Ոնց է հայտարարակ լինում։ Ասում եմ, մի քիչ գնացինք, Վաչեն չհասցրեց ասի, հետ տվեց դիմացի աղջիկը կապիշոնի մեջ։ Ահա, իսկ Ռոբը Ռոբը ավտոմատ հետը հայտարարակ եղավ։ Ես լուրջ եմ ասում, ես միանգամից կներեք սենց միջամտեմ, միանգամից թարմացա։ Այդ տեսարանը տեսնելով, վախից, ամոթից, միանգամից Ես չեմ հիշում խի, բայց Վաչեի ձեռը նաև կար մագնիտոֆոն։ այո, Ռոբին ես խմած տեսել եմ։ Իրան չես տանի ոչ միտեղ, էլի, դու ոնց որ կուզենաս ինքը մնա, դու գնաս։ Դու ոնց ես որոշել, որ ճիշտ է Ռոբին էլ տանել։ Չէ, ընդհանրապես խելք չունեի, 16 տարեկան երիտասարդ։ հիմա չեր անի։ Հիմա չի անի, հիմա շուտ կբրտեք կգցեք գնե։ Ինչ եք կարծում։ Վահանը Ռոբին եւ Վաչեին լակած տարել է ռեստորանից դեպի աղջկա։ Լակածը դե պապել էլի։ Բայ ջան։
Պատմությունը սուտ է, բայց 3-ի պատմությունները սուտ կլինեին, ըստ Դա տենց չի լինում, միշտ մեկինը ճիշտ է։ Մեկինը միշտ ճիշտ է։ Ես տենց չեմ նայում, ես հաղորդմանը չէ, բայց որ բաց թողունը շատ կար, այդ ավտոբուսի պահը, ժողի, այդ խմելու պահը շատ արհեստական է, չէ, սուտ։ Սուտ։ Սուտ է։ Ամեն դեպքում սուտ։ Ջելեն, Ջլեյն։ Չգիտեմ։ չգիտեմ։ Սուտ է եւ չգիտեմ։ Երկու տարբերակ ունեք։ Էլեն ջան, վերջը։ Սուտ է։ Սուտ։ Օ, շանս չտվեցինք այս հրաշալի պատմությանը, որ կյանք ունենա, որ Ճիշտ եք թողում։ Սուտ է, այո։ Դետալներ կային մեջ։ Փորձեցիք ներարկել ճիշտ դրվագները այս պատմության մեջ, Բայց չստացվեց։ Ես ձեզ նվիրում եմ մեկ միավոր։ շնորհակալ եմ Ռոբ ջան։ Մեր հաղորդման գործընկերն է Քայլ առ Քայլ, նույն ինքը անգլերենով Step by Step Group-ը, որի Step Construction նախագծին դիմելով դուք ստանում եք պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Հիանալի է։ Երկու հատ բազմաբնակարան շենք ինձ։ Հաթեթավորեմ տալ։ Հատետավորի խնդրում եմ ես տանեմ թանգով ծախեմ։ Մեր հաղորդման գործընկերն է Glovo-ն։ Glovo-ի հետ ամեն ինչ դառնում է հասանելի րոպեների ընթացքում։ Սնունդ, մթերք, դեղատներ, նվերներ, ամեն ինչ մեկ հարթակում։ Մնում է միայն ներբեռնել հավելվածը։ Ունեք Glovo-ի հավելվածը դուք։ Ապրեք։ Իդեպ Glovo-ն ունի հատուկ նվեր մեր հաղորդման հեռուստադիտողների համար։ Եթե դու դեռ օգտատեր չես, օգտագործում եք գիտեք ինչ պրոմոկոդը։ Որ Ռոբերտիկ, այո, Ռոբերտիկ պրոմոկոդը եւ ստանում եք 2000 դրամ զեղչ առաջին պատվերի համար։ Ռոբերտիկ պրոմոկոդ ավելի համեղ է։ Մի անգամ 30 րոպե ստենդափ եմ կարդացել պոլիկլինիկայի հերթի մեջ գտնվող մարդկանց համար։ Լավն է։ Որ պոլիկլինիկաներ։ Արմավիրի պետական Կոլեջը։ համալսարանը չէ, պետական պոլիկլինիկա։ երաժշտական կոմեդիայի պոլիկլինիկա, տենց էլի։ Ես մի հարց Դու ունեմ։ արմավիրից ես։ Այո։ Ես հարց կարել եմ այ ջան։ Երկար էր հերթը եւ դու փորձեցիր ստենդափի միջոցով զբաղացնել հերթին։ Հենց այդ էր պատճառը, լինում է չէ որ այնքան շատ է հերթը, ինչ որ մարդկանց հետ մոտիկանում ես արդեն, սկզբից կողքինիդ հետ, հետո ինչ որ մանր կատակներ է այտենց ծնվում, քփանում ես մի խոսքով ու Քանի հոգի էր հերթի մեջ։ երևի 10-ից ավել։ 10-ից ավել էր դու միանգամից տենց Իմ հիմնական աուդիտորիա չափ։ Այո։ Խոսակցում ես։ Եվ ասես եկեք ձեզ զբաղացնեմ։ Ստենդափ։ Այո։ Այժմ ստենդափ։ Այդ Օրինակ եղել է միանգամից ձեր այդտենց բան ու սկսեցի դու միանգամից Միանգամից չէ, հենց դա շատ մանրից է սկսել, այսինքն որ մոտիկանում ես սկզբից կողքի տղայի հետ ինչ որ հերթի մասին կատակ ես անում, հետո տենց ու հասկացել որ վերածվում է դրան, էլի արդեն տենց ինձնով է արել պոլիկլինիկայի 4 հարկ։ Իսկ դուք պատրաստված եք գնացել, հա? Տենց ունեիք պատրաստած ստենդափ որ Ստենդափերը գնաց։ միշտ ունի պատրաստած ստենդափ։ Իսկ գլխավորը չէ՞ լավ, ասես ցավոթում է վաղն է մանան, էլի, մի բան անենք վաղն է գաս։ Չէ։ մի քանի կատակ կասես որ արել ես։ Բայց դա ճիշտ չի, բայց Չէ, բայց նոր դու ասացի ստենդափերը միշտ Միշտ հետ կա, կատակ մտ։ Այդ Այժմ շատ շուտ էր։ Ես կարամ ենթադրեմ ինչ կատակներ են։ ենթադրեք, ինձ հետաքրքիր է։ Գովազդ կա, նորմալ է։ Գովազդ։ Այդ ինչ կատակներ է, միանգամից գովազդ։ Առանց գովոստած։ Վիվա։ ժողովուրդ էս ինչ երկար Samsung-ի հերթա։ Ձեր եթե չեղելա որ էքստերիերից գնեք սալիկներ եւ նրանք կոտրվի։ Ժողովուրդ Viva-ի roaming ինչ որ մեկ ունի, այնքան հեռու ենք իրարից split roaming-ով։ Ես գնամ իմ Շուշի Փելոսի տունը, իսկ դուք հերթում փտեք։ Համարյա։ Չէ, բայց լուրջ, ասա, կատակ մենք կարելի։ տուկը դնենք։ Շատ լավ։ Ես օգտվում եմ ից։ Եթե չգիտեք ինչական է, ուրեմն ամերիկական է։ Էս ինչ լավ հերթ է։ Պետք է շարունակել։ Այսքանն է իմ ամբողջ սեթը։ Էդի կեժամ Կեժամ նույն բանն եմ։ կեժամ է դա եղել, հասկացա։ Գրետա ջան, դու որպես հերթում կանգնած մարդ։ Չէ, չեմ հավատում։ Չես հավատում։
Չեմ հավատում։ Ես չեմ հավատում, որ Արմավիրի պոլիկլինիկայում կարաս կես Բայց հենց Արմավիրի պոլիկլինիկայում պետք է հավատալ։ 30 րոպե Հասկացա, չես հավատում, շատ եմ։ Ես հետաքրքիր բան ասեմ, ես հավատում եմ։ Լուրջ։ Այո, ես ոչ չես կարող փոխել։ Դու էլ չես կարող փոխել, որովհետև ես ուզում եմ արդար լինի այս խաղը։ Այս պատմությունը նրանց համար սուտ է։ Այս պատմությունը Օ, ես չէի հավատում, ես չէի հավատում, խնդրում եմ, հարգելի որմստեր։ Ես հատնի սուտ խոսանների։ 3-3։ Մեր գործընկերն է Արարատ Coffee brand-ը։ Արարատ սուրճը ամենահայկական սուրճն է, որն իր համային հատկանիշներով կգոհացնի ամենակմահաճ հայ սրճասերին։ Դու սրճասեր ես։ Այո։ Կմահաճ ես։ Այո։ Ուրեմն մտես տեսակ նա ինչ ես անում։ Հիմա հասկանում եք, թե ինչի քաղաքը Արարատ սուրճ է խմում։ Հարցրեք ձեր մոտակա խանութներում եւ անպայման փորձեք ու մեզ կոմենտերում կարծիք գրեք։ Համարում եք Արարատ կոֆեն, թե ոչ։ Դուք կոֆե խմում եք։ Այո։ Այս Ռոբ դու սրճասեր ես։ ես սրճասել չէի, բայց դարձել եմ սրճասել։ Ես էլ եմ դարձել։ Իրոք դարձել եմ, առաջ այդքան էլ չէ։ Բացահայտել եմ ինձ համար, որ գիտես ինչ, արա որ սա մի հատ թույն դաղալություն է, որ ես չեմ իմացել որ կարելի է անել։ Այո։ Օգնածության դեմ։ Այո, ինքը ավելի բուստ է անում եւ ուզում եմ իմ հյուրերին եւ ոչ միայն իմ, նաեւ քո հյուրերին նվիրել այս գեղեցիկ փաթեթը, որը բաղկացած է բաժակից, ջազվեից եւ 3 տեսակի սուրճերից։ Խնդրում եմ օգտվեք այս Արարատ unbox փաթեթից եւ ձեր օրը կդառնա առույգ։ Վաու, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Երրորդ փուլ։ Երրորդ փուլն է, այո, կասկածելի հյուրին ուզում ենք հրավիրել այստեղ։ Այստեղ ես ծանոթացել եմ երրորդ փուլի կանոններին, որ ուրեմն այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ կամ ընդհանրապես ոչ մեկի հետ կապ չունի։ Մենք հարցերի եւ ծուղակ պատասխանների կրիսական ապրես միջոցով պետք է բարձենք թե ում մոտ է եկել կամ ոչ մեկ մոտ չեկեք ծափարություններով, հա, ճիշտ պատասխանը 3 միավոր է։ Բայց սխալ պատասխանելու դեպքում 3 միավորը գնում է մրցակից թիմին։ Դրա համար հաշվը 6-3 է ավարտվում։ Բայց ով է հաղթելու այդ հաշվով, մենք կիմանանք կասկածելի հյուրին այստեղ հրավիրելուց հետո։ Կասկածելի հյուր համեցեք, բարձր ծափարենք։ Կասկածելի հյուրին, բարև ձեզ։ Էլեն ջան, սկսենք։ Մարտինն է։ Մարտինի հետ 4 ժամ մնացել եմ վերելակի մեջ ու միասին խաղ ենք հորինել իմ պայուսակի պարունակության միջոցով։ Դարիք։ Նույնը։ Մարտինն է, իմ պատճառով Մարտինի ֆիզիկայի ուսուցիչը ապտակել է նրան։ Վահե։ Մարտինն է, մենք միաժամանակ նշանված ենք եղել նույն աղջկա հետ։ Բրավո։ Էլենից սկսենք։ Էլեն ջան, վերելակի մեջ մնացել եք 4 ժամ եւ պայուսակի մեջի պարագաներով խաղ եք հորինել։ Նախ Մարտին, դու հիշում ես ինձ։ Սկսենք։ Այ, հաստատ հիշում եմ, բայց իրավունք չունենք հարցնել։ Հեսա ես կասեմ որտեղից։ Դուք հարցերը տվեք ես։ Արդյոք տարածամ ինչ խաղ եք հորինել պայուսակի մեջի պարագաներով։ Ինչի եք դու Մարտինը լիֆտի մեջ։ Այո, վերելակը չի հետաքրքրում ինձ, ինչի եմ մնացել վերելակի մեջ, որովհետև կարող էին խաղի ինչ խաղ եք հորինել պայուսակի Խաղ մեջ։ հասել է մի քիչ ուռճացված է։ Ուռճացել է խաղ։ Հա։ Պայուսակ մի քիչ ասած, ոչ նայում ենք չենք պայուսակի պարունակությունը։ Ու մտածում պատկերացնում ենք, որ եթե ընդհանրապես դուրս չգանք վերելակից կամ ավելի երկար մնանք, ինչը կարող ենք հոգուտ մեզ օգտագործել։ Ահա, շրթներկը ուտեք սովածան, ինքը իմաստը դա է, շրթներկը։ Էլ Դե տարբեր բաներ կար, օրինակ գումար կար, շրթներ կար, օծանելիք, բլակ կար, power bank կար, power Բլախ bank-ը կար, այդ պահին մենք մտածեցինք, որ ինչ էլեկտրաշոկ։ կարևոր բան է։ Որ լիֆտի մեջ եք։ Ինչ լիֆտ էր դա։ բայց դե ինչ հարցը։ Չէ, դա չէ, որտեղ են իրենք իրար հետ նույն տեղը։ Նույն վերելակը։ Մենք պատահական ենք վերելակը, մնացել լիֆտի մեջ, չի որ իրար հետ նույն տեղից ու շենքի։ Որ շենքի։ Էլեն, որ շենքի։ Ոնց թե չեմ կարող ասել։ Ասա ջասա, վարչական շրջանը, տարածքը, մտալակ։ Մալացիա։ Մալացիայում վերելակ չկա։ Կներեք, իսկ ինչքան ժամանակ տևեց ձեր խաղը։ Այսինքն Դե ասացիք լիֆտի մեջ եք մնացել, այդ ընթացքը ինչքան է։ այդ մի պահը։ Ես ճիշտ ասած այդ օրը իրան չասեցի, բայց հիմա եմ ուզում ասեմ մի Ես քեզ բան։ սիրում եմ։ Ես քեզ
սիրում եմ, Բանանս դու է։ Չէ։ Մենք իրար հետ նույն մանկապարտեզն ենք գնացել։ Արա։ Դու այդ վերելակի մեջ Ոնց պատմեցի։ դեմից Չէ, չհասկացա։ դրա ամաչեցի ասեմ, բայց հիմա եմ ասում։ Ասա։ Ասեցի արդեն։ Մարտին լսեցի, մանկապարտեզն ենք գնացել, Մարտին։ Գարիկ ջան, մտք ասես, քո պատճառով ապտակել է ֆիզիկայի ուսուցիչը Մարտինին։ Ինչ ես արել։ Պարզապես այնպես է ստացվել, որ Մարտինը սովորել է նույն դպրոցում, որը ես ավարտել էի։ Արդեն մի անգամ համերգից հետո Մարտինը ոնց որ համ նկարում էր, համ ասում էր քո պատճառով ինձ ապտակել են, այնքան ասեց, ինչ ասած ախպեր, ով։ Ասած մեր երկուսից նույն ֆիզիկայի ուսուցիչը, ֆիզիկայի ուսուցիչը եղբայր ջան, ինչի՞ պիտի իմ պատճառով քեզ ապտակի, ասած որովհետև շատ կոպիտ էր խոսում քո մասին, ու այդքան կոպիտ չէր խոսում, ասում ինչքան ես, ոնց որ այնքան խոսացի քո մասին, մինչև զզվացրեցի, մի երկու անգամ ասած ձենդ կտրի, ես էլի շարունակաբար, բայց նույն օրվա մեջ չի, ոնց որ անդադար ամեն դասին տենց, մինչև ասում ապտակեց։ Ձեր դասարանից է Մարտինը։ Չէ, եղբայր։ Չէ, Մարտինը 10 տարի փոքր է, բայց երբ որ ես Մարտինը դեռ դպրոցում էր, ես այդ ժամանակ արդեն ոնց որ Զվեզդա էր։ հայտնի էի արդեն, այո։ Զվեզդա եւ Ժամանակ նոր Մարտինը որ անդադ գար ինքը գիտի որ ես այդ նույն դասատուի մոտ եմ սովորել, ոնց որ հոգնածրել է այդ իմ թեմայով, այնքան մինչև արժանացել է ապտակի։ Իդեպ ֆիզիկայի դասատուի անունը չտամ, ես այն շատ սիրում եմ, բայց ես էլ եմ ժամանակին արժանացել ինքս իմ մասին խոսալով այդ խոսալով։ Մարտինին որտեղ ես գիտես։ Մարտինին չգիտեմ, Մարտինը ինձ դրա մասին պատմում է, երբ որ ինձ հետ նկարվում է։ Երբ ա նկարվել։ Արբի 60 տարի առաջ չեմ հիշում, բայց շուտ էր, հենց Հասկացա, նկարվում։ Բայց Մարտինը ոնց որ sense մի տեսակ հարազատ է իրան համարում ինձ ու այդ կապը իր մոտ ստեղծવા, որտեվ իսկապես այս տղեն իմ պատճառով, ոնց որ ինձ պաշտպանելու պատճառով հարվածվել է, ապտակ է կրել։ Հիմա դա եղել է տարիներ առաջ, բայց իր մեջ այդ մնացել է, ինքը միշտ ուզեցել է ինձ պատմի, դրա համար ես Մարտինից ցավատան եմ։ Դու լինելով իմ ընկերը մի հատ իմ համար ցավ կրել ես, զրկանք, ապտակ։ Ասեմ, ես ամբողջ օրը ծեծ եմ ուտում։ Քո պատճառով, որտեվ Բայց էլի ֆիզիկայի դասատուներ եմ քեզ բռնում։ Չէ, քեզ քաղաքը վատ բաներ է խոսում քո հետևից։ Իսկ ես պաշտպանում ես։ Պաշտպանում եմ եւ ապտակի եմ։ Ուրեմն ես դու Մարտինը ոնց որ հարազատ ենք իրար, որտեվ դուք երկուսով էլ ինձ համար զրկան։ Ու գիտես միշտ ոնց եմ ապտակ ես ուտում։ Ես շատ հարգում եմ։ Ապտակ ես ուտում եմ, ասում եմ իմ ընկերոջ սխալը իմ սխալն է ու չարփինց։ Վահե ջան, դու եւ Մարտինը նույն աղջկա հետ նշանված եք եղել։ Հայրականում նոր եմ ես համարձակություն հայտնում էլի խոսամ այս թեմայից ու ինձ թվում է այս լավ հնարավորություն էր էլի sense այդ մեջի ամբողջ այդ զգացումները դուրս հանելու այդ ինֆորմացիան ես իմացել եմ երբ որ բանակում էի ու դասական չէ արդեն օքեյ ոնց է Դու այդ աղջկա հետ նշանված էիր, գնացել էիր բանակ։ հա Զորակոչվել էիր բանակ 2 տարի, անուն աղջկա։ կլինի չասեմ Լավ։ Ինձ թվում է պետք չէ էլի դուրս գա ինֆորմացիա ուրիշի կնոջ անունը Չէ, սպայն ամենաուրախալի փաստայինա, որ ստացվել է զոր Չէ, ամենաուրախալի փաստայինա, որ այս բան ես ու Մարտինը նորմալ հարաբերությունների մեջ ենք։ Ես ու Մարտինը նշանված ենք։ Ցրեցինք այդ նրան։ Ու մի անգամից եկան տեսան Մարտին։ Մի հատ խնդրում եմ, դու զորակոչվում ես բանակ, բանակից իմանում ես, որ քո նշանածը քո մեջքի հետևում, դու կարելի ասել պաշտպանում ես մեր մեջքը, մեր թիկունքն ես, բայց քո թիկունքի հետևում քո ընկերուհին ինչ որ տղայի հետ լկրտվում է։ Չէ, դե իհարկե, եթե նշանվել է, նայեք, եթե Մարտինը լավն է։ Բայց ես հետաքրքիր գիտեք որ նշանված է, չէ՞ ինքը եղել։ Ես հետաքրքիր է այդ աղջկա ծնողների զարմանքը որ աղջիկ ջան, Ես կարող եմ համոզել որ նույն տղեն է։ ուրիշ չէ, դե ո՞նց կարող եմ։ Երկու մատան։ Բայց աղջիկ ոնց է եղել, օրինակ ծնողների ոնց արել, ասել է մամա, պապա ջան, ես
Վահիիդ էլ չեմ, խափելա, դա ոնց է եղել։ Այստեղ խափել է, ուղղակի ինքը իր մեջ որոշել է, վсё, մեր մեջ ամեն ինչ վերջացել է, Բայց ինչ որ SMS-երով բան գրվում եք, պատասխանում եք։ հա, ճիշտ է, սովորական ավելի ուշ, բայց լինում է։ Բայց մեղավորը դու ես իդեպ։ Ինչ ես, մի րոպե, ինչ ես ուշ գրես։ Հիմա ուզում եմ մի քիչ անցնեմ աղջկա կողմ։ կներեք, բայց մի քիչ դժվար է SMS-ներով գրվել է։ Չէ, որ թվական ես ծառայել։ 2021-ից։ 2021-ին SMS-ների տարի չէ։ Չէ, հավատացեք այդ Վիդեոզվանոկների տարի ուչեպ կա ասված Վայրում, այո, խիստ են, չեն թողում նշանպես։ Չէ, բայց մի վարքան, այդ ուսայո, ուսուցողական տարի ինչքան է, քանի ամիս է։ 3 3 ամիս էր, բայց Ու լավ 3 ամիս կդիմանայր, եթե քեզ չգրի։ երբ իմացար, զորացրվելուց հետո եկար, Չէ, մի քանի ամիս անց հենց իդեպ Մարտինն է զանգել ու տենց ոնց Հրավիրել։ որ Մարտինը զանգեց, ասես մենք նշանված ենք, ես եւ քո նշանածը նշանված ենք։ Վահե ջան, ես եւ քո նշանածը նշանված ենք, Քոտովոս մատանիով։ այնպես լավ ենք նշանված։ Չէ, փորձեց հնարավորինս բոլորի, նո ամենայն դեպս իմ իրավիճակը հասկանալով նորմալ բացատրել իրավիճակը։ Մարտինի հետ ընկերություն եք անում։ Այս պայն հա հենց լրիվ շատ կինոշնի է ստացվել, այս պայն ես ու Մարտինը ընկերությունի նորմալ հարաբերությունների մեջ ենք, ու այդ աղջիկը երկուսս էլ չգիտենք թե ուր է։ Իսկ դուք ունեք ընտրյալներ։ Չէ, Մարտինը չեմ կարող ասեմ։ Չգիտեք անձնական։ Ամուսնանց են բաժանում։ Պատմությունից ես չեմ ուզում շատ մանրամասնությունները բացատրել։ Չէ, բայց արդեն ձեզ տեսնելու են իմ աղջկա ծնողները, Մարտինին էլ։ Ավելի լավ թող հարգելի տեսնեն ինձ էլ թող Մարտին որ կամերային։ Ուֆրալու են Տեսնեն իմանան, այո, ինչ տիպի փեսացու են կորցրել։ Այո, կորցրել են հայտնի ստենդափեր։ Եվ գոհ լինեն, որ ավել բաներ չեմ ասում իրենց աղջկա մասին։ Այո։ Հասկացա։ Հիմիկվա ամուսինը ճանաչում եք, լավ։ Ընդհանրապես տեղը չեմ ասում։ Ես քո տեղը լինեի, անունը կասեի։ Իրավիճակը իրականում շատ հետաքրքիր է։ Պետք է որոշենք։ Ես ասեմ, ես կարծում եմ, որ Գարիկի մոտ է եկել։ Վերջ, Ես այդքանը։ քո ցավնել տանեմ Վան ջան։ Հասկացանք։ Շնորհակալություն։ Ոչ մեկի հետ կապ չունի, բացառում ես։ Չէ, ես կարծում եմ Գարիկի հետ։ Գրետա, Վահի պատմությունը բացառում եմ, չեմ հավատում։ Էլենինը նույնպես։ Գարիկինը կամ ոչ մեկի հետ Էլենն կապ էս պանիկայի մեջ կընկնես 4 ժամ լիֆտի մեջ մնալ մի հատ անծանոթ տղամարդու հետ, հիմա ուժը Հապես 4 ժամվա մեջ հաստատ կմիացնեին, էլի կաշխատել։ 4 ժամվա մեջ արդեն կծանոթանայինք նորմալ էլ ինչ անծանոթ 4 ժամվա։ 100%։ Բանանն է Մտածում եմ կամ Գարիկի, կամ ոչ Ոչ մեկի։ մեկի։ Եվ ինչ եք ասում։ Եկեք ասեմ ոչ մեկի։ Ոչ մեկի, որ ես որոշեմ։ Իհարկե։ Շատ լավ տարբերակ է։ խնդրում եմ մի հատ որոշի։ Շատ լավ տարբերակ է։ Բարդ է։ Բարդ է, ինչ խոս։ Բարդ է։ Բայց քեզ հետ համաձայնվեմ։ Եկե հասել ես այստեղ։ Մեր վաչեի եղբայրն ես, ուրիշ մարդ Բան չես։ գիտեմ, էլի։ Այո, թանկանոց Rolex ժամացույցը կապել ես։ Նախ դա, խնդրում եմ, այդ հակակոռուպցիոնը բարձի քեզ որտեղից։ Մեկը Արդար հարկ վճարող եմ, խնդրեմ։ Խնդրում եմ ընկեք նրա հետևից։ Համեցեք։ դղյակները խլեք։ Դղյակները, իրոք մենք կարծում ենք, որ Գարիկի Պատճառով, Գարիկի պատճառով գիրքայի ֆիզիկա ապտակած, այո, որովհետև սա այդ է։ Էտա, դե հիմա Դա ես Վահանից հետ եմ, կներես Գրետա ջան։ Չեմ կարող։ Հարգելի կասկածելի հյուր ներկայացեք։ Բարև ձեզ, ես Մարտինն եմ եւ փոքր ժամանակ ընկեր Սիմոնյանը ինձ ապտակել է։ Մարտին ջան կներես, աղջիկն։ Մատ ողջունում ենք ընկեր Սիմոնյանին, ընկեր Սիմոնյան, ապրեք։ ապրեք, ապրեք։ Մարտին ջան, Բարձր ծափարում ենք Մարտին։ շնորհակալ եմ, այս սենց է լինում իսկական անծանոթ ընկերը։ Ապրես։ Բարձր ծափարում ենք Մարտինին, Մարտին ջան։ Նվեր ունի քո համար։ Նվեր ունեմ, քանի որ դու մանուկ հասակում կերել ես ապտակ եւ կարող ես կալցիումի ոսկորների խնդիր ունենալ։ Գլովոից կարող ես գնել կալցիումաշատ սնունդ եւ ինչու՞ չէ նաեւ դեղատնից կալցիումի հաբեր եւ ավելի ամրապնդվես, որ գնաս մուրըտ ընկեր Սիմոնյանից հանես։ Շնորհակալություն ենք հայտնում Մարտինին 30,000 դրամանոց նվեր քարտը։ Սա քեզ իմ եւ Գարիկի կողմից։ Բարձր ծափարում ենք։ բարոյական կոմպենսացիա Մարտին ջան, սա մեր կողմից։ Բարձր ծափարում ենք Մարտինին։ Թող արդարությունը վերականգնվի։ Այո, արդարությունը վերականգնվի։ Ես
6 միավոր հիմա տալիս եմ ձեզ եւ հուսամ որպես ընկեր դու էլ մի օր կապտակվես ինձ համար։ Այո, ես իրոք դու շատ լավ գիտես։ Շատ լավ գիտես, փակում ես ամբյոնի մոտից եկանենք միասին այսօրվա։ Շնորհակալություն հարգելի հյուրեր, հարգելի հանդիսատես, հարգելի հեռուստադիտող, հավատա, որ աշխարհի երեսին գետ ոչ մի երկրում չի գտնվի մարդ, որ կարողանա քեզ ինչ որ վատ բան ասել եւ իմ կողմից չստանա ճիշտ արձագանք ու պատասխան։ Նա միշտ ապտակվելու է։ Եվ դու պարզ երես լինելու ես 3 դստեր հայրիկ։ Բայց ես դու ապտակվես, ես պատմության մեջ այդ բանը չկար։ Ես չեմ ապտակվի։ Այ Մարտին իմ համար հետ արել։ Արա դե փախի։ Արա դե փախի արտահայտությամբ իրավունք չունենք ավարտել այս հաղորդումը, դրա համար շնորհակալություն կասկածելի երեկոների եթերում, շնորհակալ ենք Սելի հանդիսատես, Սելի հեռուստադիտող եւ Սելի հյուրեր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։